911 Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարն է։ Բարի օր։ Շարունակում ենք ներկայացնել մեր զրույցների շարքը արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ եւ այսօր անդրադառնալու ենք հրդեհներին։ Որոնք են հրդեհների ծագման հիմնական պատճառները, ինչպես խուսափել եւ կանխարգելել դրանք։ Զրույցին մասնակցում է արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն, որ Արևիկի հետ եք եւ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն։ Զրույցին պատրաստվելիս հիշեցի, որ երբ փոքր էի ու ծնողներս ինձ մենակ էին թողնում տանը, անպայման զգուշացնում էին, որ լուցկու հետ չխաղամ։ Կրակի հետ երեխաների խաղը հրդեհի հիմնական պատճառներից մեկն է։ Ուրիշ որ դեպքերում են հրդեհներ սկսվում բնակարաններում։ Սկսենք բնակարանային հրդեհներից։ Նախ լավ կլինի ասենք ինչ է հրդեհը։ Հրդեհը դա չվերահսկվող կրակն է, որը որ սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը եւ ունեցվածքին։ Այստեղ շատ կարևոր է չվերահսկվող բառը, որտեղ հենց որ վերահսկվեց, ինքը կդառնա սովորական ինչ-որ կրակ, որը որ կարելի է հեշտությամբ մարել։ Իսկ տանը ինչից է տեղի ունենում, մենք մի հատ պատճառներ նայենք։ Առաջինը նախ էլեկտրականության կարճ միացումներից, էլեկտրական սարքավորումների, էլեկտրական գծերի, շատերը օրինակ մեկ վարդակից կարող են միացնել բազմաթիվ սպառիչներ առանց մտածելու, որ այդ դեպքում տաքանում է, ջերմաստիճանը բարձրանում է այդ էլեկտրական վարդակում, իսկ ջերմաստիճանը բարձրանալու պատճառով չորանում են փաստորեն մեկուսիչները լարերի, իսկ եթե մեկուսիչները չորացան, կորցնում են իրենց մեկուսացնող հատկություն եւ առաջ են գալիս կարճ միացումներ։ Կարճ միացումները դրանք փաստորեն կայծեր են, որոնցից բռնկվում է հրդեհ։ Ընդհանրապես հրդեհը բռնկվելու համար մենք ասում ենք պետք է լինի հրդեհ բռնկող, այսինքն կայծ կամ կրակ, պետք է լինի այրվող նյութը եւ պետք է լինի թթվածին։ Այս 3 պայմանների դեպքում հրդեհը բռնկվում է։ Երկրորդը տներում օգտագործում է գազ եւ գազի արտահոսքի դեպքում նույնպես կարող են տեղի ունենալ հրդեհներ, ընդ որում ուղեկցվել նաեւ պայթյուններով եւ այլն եւ այլն։ Մարդիկ կան, որոնք չգիտեմ ինչու բնակարանում սիրում են ծխել, ծխախոտը կարող է պատճառ դառնալ հրդեհի բնակարանում։ Կան նաեւ երկրորդական աղբյուրներ, օրինակ տանը եթե մենք պահում ենք դյուրավառ նյութեր, նրանք նույնպես կարող են պատճառ դառնալ նման հրդեհների ծագման։ Իսկ ինչպես կանխել հրդեհի առաջացումը։ Կարծում եմ այդ մասին տեղյակ լինելը կարևոր է, որ գործը կրակը մարելուն չհասնի։ Մենք ասում ենք 3 պայման կա հրդեհի համար, այդ պայմաններից կամայականի բացակայության դեպքում հրդեհը չկա։ Եթե բռնկվել է հրդեհ եւ մեզ հաջողվի այնպես անել, որ թթվածին չլինի, հետեւաբար հրդեհը չի կարող լինել։ Իսկ ինչ է նշանակում այնպես անենք, որ թթվածին չլինի։ Օրինակ մենք ասում ենք, որ կարելի է հաստ, մահուդե կամ չգիտեմ իս հաշոր, խոնավ գցել կրակի վրա, եթե նոր է բռնկվել, ասենք, երբ որ մենք գցում ենք դա, բնականաբար զրկում ենք կրակին օդի հոսքից։ Եվ մենք մի կոմպոնենտը դուրս ենք բերում թթվածինը, որը եւ բերում է կրակի հանգչելուն։ Ես ավելի շատ կուզենայի, որ երեխաները իմանային, որ կրակը մարելը դա միայն ջրով հանգցնելը չի, չգիտեմ, փոշիներով եւ այլն, որոնց մասին հետո կխոսենք, այլ նաեւ այն տրամաբանությունը, որ ես ասացի այդ 3 բաղադրիչների մասին, 3 բաղադրիչներից որ մեկի վրա եթե մենք ազդենք, ինքը հրդեհը փաստորեն կմարի։ Տեսեք օրինակ, եթե գազի բալոնը ընդունենք, թե հեղուկ գազ են օգտագործում, գազի բալոնն է վառում։ Չի կարելի այդ գազի բալոնը դուրս հանել, որտեղ կարող է պայթյուն լինի բան։ Նման դեպքում պարզապես խորհուրդ է տրվում, այո, թաց հաստ մահուդե շորով գցել այդ բալոնի վրա եւ այդ դեպքում մենք թթվածնի մուտքը արգելում ենք, ինքը կրակը կարող է մարել։ Սա ամենահետաքրքիր պայմաններից մեկն է։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Հրդեհից բխող վտանգներից է տարածքի ծխապատումը, բարձր ջերմաստիճանը, որոնք են մյուս վտանգները։ Օրինակ թթվածնի պակասը, որտեղ այրման հետևանքով փաստորեն թթվածինը կլանվում է եւ շրջակա օդում ավելանում է ածխաթու գազի քանակը, որը եւ պատճառ է հանդիսանում ծխախեղտման, շնչահեղձման եւ այլն եւ այլն։
Մենք օրինակ ինչ խորհուրդ ենք տալիս, որ ծխի դեպքում եթե երեխան դուրս է գալիս, լավ կլինի, որ ինքը հնարավորինս հատակին մոտիկ իրեն պահի եւ բերանին շնչուղիների վրա թաց շոր անպայմանորեն պահի, որպեսզի կարողանա դուրս գալ։ Եվ հաշվի առնելով, որ ծխի ազդեցության տակ կարելի է գիտակցություն կորցնել, կարելի է թունավորվել, խորհուրդ է տրվում ծխապատ տարածքով անցնելիս ոչ միայն իմ ասած ձևով, այլ նաեւ խորը շունչ քաշել, հետո հնարավորինս կարճ փորձել շնչել, արտաշնչել շատ կարճ, մինչև որ ծխապատ տարածքը հաղթահարվի։ Պարոն Մաթեոսյան, կխնդրեի ավելի մանրամասն նշել բոլոր այն գործողությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, երբ տանը հրդեհ է բռնկվել։ Տեսեք, դարձյալ մենք նախորդ թեմայի նման մտածենք, ինչ հետևանքներ ինքը ունի, որ հետո իմանանք ինչ անենք։ Օրինակ հետևանքներից մեկը, որ կարող են ապակիները ջարդվել, բայց ապակիների ջարդվելը այդքան կարևոր չի, ինչքան ապակին ջարդվելու պատճառով օդ կմտնի փաստորեն սենյակ, եւ սա արդեն ոնց որ թե թթվածին տրվի կրակին, երրորդ կոմպոնենտը կսկսի եւ կրակը կսկսի ուժեղանալ։ Սա նշանակում է, որ հրդեհի բռնկման դեպքում պետք է այնպես անենք, որ պատուհան չբացվի, ընդհակառակը պետք է փակել պատուհանը, դուռը, որպեսզի այդ ծուխը ինքը այդ հրդեհին մարի։ Երկրորդը մենք ասում ենք դյուրավառ նյութեր անվտանգ տեղում պահել։ Եթե անվտանգ տեղում չենք պահել, իրենք օժանդակում են հրդեհի ուժեղացմանը։ Ձեր հարցի պատասխանը հետևյալն է. առաջինը, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է զանգահարել։ Անհրաժեշտ է զանգահարել 911 եւ տեղյակ պահել հրդեհի մասին։ Բայց եթե զանգը ընդունվել է, պետք չի այլևս դրանով զբաղվել։ Եթե զանգը չի ընդունվել, պետք է այնքան զանգահարել, մինչև որ զանգը ընդունվի, բայց եթե ընդունվեց, ենթադրենք հրշեջ մեքենան ինչ-ինչ պատճառներով ուշանում է, չպետք է անհանգստանալ, հաստատ զանգը տեղ է հասել, հաստատ հրշեջները գալիս են, պետք չի այդ գծերը ծանրաբեռնել, պետք է զբաղվել այլ խնդրով, պետք է փորձել նոր սկսված հրդեհը սեփական ուժերով մարել, եթե տանը կա իհարկե կրակմարիչ, որը կարելի է օգտագործել, եթե չէ, ասացի, որ կարելի է շորի միջոցով դա անել, օրինակ եթե գազօջախի վրա կա յուղ կամ ձեթ, որոնք այրվում են, գիտեք, կարող են նրանք ընկնել նաև հատակին, այն նման այրման դեպքում պետք է դարձյալ թաց շորով ծածկել եւ հրդեհի մարումը տեղի կունենա։ Միջանցիկ քամիներ չպետք է լինեն հնարավորինս, բայց պետք է այնպես անել դուրս գալ սենյակի։ Դուրս գալու համար պետք է ձեռքով ստուգել դռան ջերմությունը, որտեղ դռան հետևում կարող է կրակ լինել եւ հենց որ դուռը բացենք, այս սենյակից իրեն տանք թթվածին։ Այս առումով պետք է տեսնել մյուս սենյակում կրակ կա թե չկա։ Եթե կրակ կա, այդ դռանը ձեռք չտա։ Եթե ծուխ է գալիս, ապա դռան ներքևի մասում շոր գցել, որպեսզի ծուխը մտնի ներս։ Գիտեք, պետք է իմանալ, թե կրակի հետևանքով ինչեր են լինում, դա էլ մեզ կասի թե ինչ։ Օրինակ ասենք, կարող է հագուստը բռնկվել։ Հագուստը բռնկվելու դեպքում, եթե հագուստը բռնկվել է, ապա կանգնիր, պառկիր, պտտվիր։ Այսինքն դու չես վազում, որտեղ թե վազես միջանցիկ քամու նման օդը կսկսի նրան ուժեղացնել կրակը, դու կանգնում ես, պառկում ես գետնին եւ պտտվում ես։ Այսինքն ամեն պտտվելով սեղմում ես վառվող մասը, զրկում ես նրան թթվածնի մուտքից եւ կրակի մարում է տեղի ունենում։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Պարոն Մաթեոսյան, առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ հրդեհի ժամանակ եւ ում պետք է դիմել։ Առողջական խնդիրները, տեսեք, շենքերում շատ են օգտագործվում այնպիսի նյութեր, որոնք արևելու ժամանակ թունավոր նյութեր են արտադրում եւ բնականաբար մարդը կարող է թունավորվել։ Թունավորման դեպքում իհարկե առաջին օգնությունը ուրիշ է, բայց անպայման պետք է դիմել մասնագիտացված բժշկական օգնության։ Այրվածքներ կարող են ստանալ, այրվածքները գիտեք, որ տարբեր տեսակ են լինում, առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի, չորրորդ աստիճանի, նայած որ աստիճանի։ Միևնույն է, այրվածքների դեպքում նույնպես պետք է դիմել մասնագիտական բժշկական օգնության։ Գիտակցության կորուստ կարող է լինել այդ ծխի պատճառով, ի վերջո այն կարող է հանգեցնել մահի, որովհետև հատկապես ծխապատ տարածքում դրա հավանականությունը շատ մեծ է։ Այդ իսկ պատճառով պետք է փորձել դուրս գալ։ Պետք է իմանալ, որ խոշոր հրդեհների դեպքում նաև վառվող տարբեր տեսակի իրեր կարող են վերևից ընկնել ցած, կոնստրուկցիաներ կլինեն, դետալներ կլինեն այրվող եւ դրանցից պետք է զգուշանալ, որտեղ նրանք նոր հրդեհի օջախ կարող են առաջացնել։ Իսկ ինչպես կարող ենք օգնել հրդեհի մեջ հայտնված մարդուն, մինչ հրշեջներն ու շտապօգնությունը կհասնեն դեպքի վայր։
պետք է փնտրել ճանապարհ այդ մարդուն դուրս բերելու համար։ Իմ ասած ճանապարհներով, բայց այնպես չանել, որ հրդեհը ավելի բորբոքվի, խորհուրդներ տալ ինչ անել, պարկել ես, թաչորեր տալ եւ ի վերջո գտնել այն հատվածը, որտեղից կարելի է նրան դուրս բերել, բայց մասնագիտական օգնություն չեմ կարծում, որ կկարողանան տալ։ Եվ այստեղ էլ պետք է շատ կարևոր ձեզ բան ասեմ, որ պետք է մարդկանց դիմավորել, որպեսզի ավելի արագ ամեն ինչ տեղի ունենա։ Դուք շատ լավ գիտեք, որ մենք այնքան կարգապահ ենք ճակերտների մեջ, որ կարող են մեքենաներ կայանած լինել, կարող են մայթերը զբաղեցված լինեն տարբեր տնակներով, չգիտեմ, խանութիկներով եւ այլն, եւ հրշեջ մեքենան հնարավորություն չունենա մոտենալու։ Շատ դեպքում ուշանալու հիմնական պատճառներից մեկը լինում է այն, որ դեպի այդ շենքը մուտք չեն կարողանում գտնել, որ մեքենան մոտենա։ Այս բոլոր հարցերը, երբ ազդարարվում է, պետք է իջնել ներքև, եթե կան կայանած մեքենաներ, ազատել տար, նախապատրաստել եւ դիմավորել հրշեջներին։ Որքան այդպիսի նախապատրաստական աշխատանքները արագ տարվեն, այնքան արդյունավետ կլինի։ Խոսենք նաև կրակ մարիչից օգտվելու կանոնների մասին, ինչպես եւ որ աստիճանի հրդեհի դեպքում պետք է օգտագործել այդ սարքը, եթե իհարկե կա տան, ինչպես դուք եք նշում։ Կրակ մարիչները տարբեր տեսակ են լինում, խորհուրդ է տրվում հիմնականում փոշիով կրակ մարիչ են առումով, որ էլեկտրական լարերի կարճ միացման հավանականությունը փոշի օգտագործեն գրեթե 0-ի է հավասար, ինքը նոր հրդեհային պայմաններ չի ստեղծում, եւ ինքը այնքան պրիմիտիվ է դրա աշխատացնելու, ընդամենը մի ամրակ կա, որը հանում ես ու սեղմում, վերջ, ուրիշ բան չկա այդտեղ մտածելու, ամենադյուրին ձևով է նա կառուցված, ընդամենը մեկ սեղմիչ կա, բռնակից սեղմում ես ու վերջ, ինքը արդեն կրակի վրա պահում ես, ինքը կրակի վրա գնալով ծածկում է կրակը եւ մարում։ Այսինքն ամենափոքր կրակի դեպքում կարելի է։ Այո, ամենափոքր կրակի դեպքում կարելի եւ դա եւ շորերի օգտագործում, եթե կրակը փոքր է, այսինքն փոքր կրակի դեպքում պետք է փորձել ինքնուրույն անել։ Դուք լսում եք 911 հաղորդումը։ Պարոն Մաթևոսյան, հրդեհներ կարող են առաջանալ նաև այլ տարածքներում, դպրոցում, առևտրի կենտրոններում, աշխատավայրում, անտառում։ Մի խոսքով ամենուր։ Կարծում եմ մենք եւս մեկ հաղորդում կնվիրենք այս թեմային, բայց այսօր առաջարկում եմ դպրոցում բռնկված հրդեհի մասին խոսել։ Այստեղ էլ առաջացման վտանգները նույնն են եւ դրանցից խուսափելու ինչ համակարգեր պետք է լինեն կրթօջախներում։ Կրթօջախներում պետք է լինի ազդարարման ավտոմատացված համակարգերի տեղադրումը։ Դպրոցում պետք է լինի հստակ տարհանման բոլոր սխեմաները, որ ազդարարման դեպքում ինչպես են տարհանվում, ինչ հերթականությամբ, որ սենյակներից, եւ սենյակի մեջ էլ պետք է սխեման լինի, թե երեխաները իրենց նստատեղերից ինչ հերթականությամբ են դուրս գալու, որտեղ հերթականության խախտումը նույնպես ժամանակի կորուստ է։ Եվ այս բոլորը պետք է իրականացնել նաեւ վարժանքների ձևով, որ երեխաները վարժվեն, բայց վարժանքներն էլ շատ չի կարելի անել, որտեղ եթե շատ անես, իրականի դեպքում կարող է ընդունեն, որ էլի վարժանք է, մի քիչ ծուլություն ցուցաբերեն։ Դրա համար ամեն ինչը պետք է լինի չափի մեջ։ Եվ վերջում նորից չի կարելիների մասին, ինչ չի կարելի անել հրդեհի ժամանակ։ Շատ բան չի կարելի անել։ Օրինակ չի կարելի միջանցիկ քամի ստեղծել։ Չի կարելի մոռանալ էլեկտրականության մասին, անպայմանորեն պետք է անջատվեն էլեկտրական գծերը։ Չի կարելի չհիշել, որ գազը պետք է անջատել։ Գիտեք, կրակը ձգում է երեխաներին, մեծերին էլ է ձգում, իրենք էլ են սիրում կրակի հետ խաղալ, բայց պետք է բացատրել, որ կրակի հետ խաղալ պարզապես չի կարելի։ Ունեք ավելացնելու բան։ Չէ, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնենք, որ մեր հյուրներ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը կհանդիպենք հաջորդ չորեքշաբթի։ 911